Ձմեռային հագուստ, կոշիկ, նաև փայտի վառարան։ Արցախի տեղահանության ժամանակ խոսքի ունակությունից զրկված եղբոր բուժման համար գումար։ Այգեձոր 70 հասցեում մի քանի հազար մանկական երազանք ու ձմեռ պապիկին ուղված նամակ է հավաքագրվում ու դառնում իրականություն։ Այսօր Սաիդա Պողոսյանի հետ, ով մի քանի տարի այս նախաձեռնության համահեղինակն է, կարդալու ենք ձմեռ պապիկին ուղված նամակներ, որոնք դեռ չեն կարողացել դառնալ իրականություն։ Այս պահին մենք Սաիդայի հետ փորձելու ենք կարդալ այն հազարավոր նամակներից մի քանիսը, որոնք Հայաստանի տարբեր շրջաններից ուղղված են ձմեռ պապիկին, եւ Սաիդան վերցրել է իր վրա ձմեռ պապիկի պարտականություններն ու արդեն հազարավոր նվերներ պատրաստ են։ Մենք հիմա կկարդանք Սաիդայի հետ մի քանի նամակներ, հասկանալու ինչպիսի ամանորյա նվերներ են ցանկանում։ Սաիդա ջան, երևի այսպես պատահական ընտրենք։ Կարդակ շատ երկար նամակ ընտրեցինք։ Երես այն սկսենք, հետո ձեր ձեռքի նամակից։ Բարև իմ շատ սիրելի ձմեռ պապ։ Ես Ալեքսան եմ։ Ապրում եմ Ակներ գյուղում, սահմանամերձ գյուղերից է, Գորիսի գյուղ։ Եղբայրս սովորում է երկրորդ դասարանում։ Ուզում եմ նրա համար բերես տաք հագուստ, տապատ, կոշիկ, նա շատ է ուզում մեծ խաղալիք։ Ուրախ կլինեմ, որ նրա համար բերես այն նվերները, որոնք նա ցանկանում է։ Կուզեի քույրիկիս էլ առանց նվեր չթողնել, նա 1.5 տարեկան է։ Կարող ես բերել քաղցրավենիք, հագուստ, կոշիկներ, լեգո, տիկնիկներ, մազերի գեղեցիկ պարագաներ, բայց քանի որ տան միակ աշխատողը հայրս է, մայրս չի հասցնում մեզ լիովին հոգալ մեր կարիքները, եւ դրա համար անհամբեր սպասում եմ մեր նվերներին, քո սիրելի թոռնիկ Ալեքսից։ Շնորհակալ եմ։ Տանը մի քանի բալիկ կա, Ալեքսը Ալեքսանդրան մեծ աղջիկը ոնց որ նամակ չի գրել։ Ցավով պետք է ասեմ, որ երեխաները շատ բաներից են զրկված, նամանավանդ սահմանամերձ գյուղերում ապրող, ամեն օրը իրենց մոտ կարելի ասել պայքար է։ Սա մի փոքր գույն է, այդ ամբողջ գորշ ապրելու մեջ մի փոքր գունազալթելու էստոն է։ Մյուս նամակը կարդանք, դուք ոնց որ նախընտրացնում եք շատ է։ Իրականում մեր առաջին նամակներից է, որ մենք համացանցում տեղադրել ենք, Լեոյի նամակն է։ Լեոն 23 թվականի սեպտեմբերին է տեղահանվել Արցախից եւ հայրիկի փոքր եղբոր հետ ապրում են Գորիսում ու կորցրել է խոսելու ունակությունը, ծնողների միջոցները չէր բավարարում, որպեսզի երեխային հնարավորություն տալ վերականգնել բուժումը եւ խոսքը։ Նաեւ դա ոնց որ խղճին հանգստացնելու, որովհետեւ մենք իրենց մանկություն ենք պարկ, սա ուղղակի մի բան է, որ մեզ համար ենք անում։ Միշտ ամուսինս Արմանը ասում է, իսկ դու քո համար ես անում, ասում միգուցե ճիշտ ես, որտեվ 90-ականներին ես էլ Արցախում էի ու մենք էլ ենք Արցախից, ու այնտեղ ես էլ չեմ ունեցել այն ամենը, իսկ թվում է այ ինձ է բավարարում։ Սաիդա ջան, այս նամակի բովանդակությունը ինչպիսին է, ինչ է ուզում հենց դա է, որ պատմեցի, որ խնդրում էր օգնել եղբորը վերականգնել խոսքը պատերազմի ընթացքում։ Մեծ եղբայրը փոքրի համար, այո։ Մենք մի նամակ ունենք, իհարկե չգիտեմ հիմա որտեղ է։ Գիտես որն է։ Հա, այդ դեպքը է։ Տեսա կպատմեմ։ Շատ ծիծաղելի նամակ է, ձմեռ պապիկի Յունանուշ կա։ Մի աղջիկ հակագծերում գրել է, ոչ մի նյութական բան չեմ ուզում, միայն Արցախը եւ հայրիկի շիրիմը։ Դե ինչ շարունակենք, վերջին նամակը կարդանք, վերջին այսօրվա նկարանման վերջին, բայց դրանք շատ են դասում։ Շատ են, տեսնենք։ Պատահականության սկզբունքով վերցնենք, տեսա։ Սիրելի ձմեռ պապ, ես ունեմ 3 փոքր քույրիկ, Մանեն 11 տարեկան, Մարին 7 տարեկան եւ Ադրիանան 6 տարեկան։ Իմ քույրիկները քեզանից ուզում են ձմեռային հագուստ, ձմեռային կոշիկներ։ Գրել է կոշիկների չափերը 32, 30 եւ 28 համարների։ Եվ հեծանիվ։ Մայրս միայնակ է, դրա համար ես գրում եմ այս նամակը ձմեռ պապիկին։ Հա, մայրիկը մենակ մեծացնում է 3 բալիկներին։ Կարծեք 4։
4 Այո, 4 բալիկ, մեկը ենթադրում եմ պիտի որ տղա լինի, 3-ը աղջիկ են եւ ուզում են ծմերային հագուստ եւ կոշիկ ծմերային համարներն գրել էին, հույս ունենք որ կգտնվեն Հեծանիվը մի փոքր բարդ է։ Գոնե կոշիկները։ Կոշիկներն ու տակ հագուստը ավելի մեծ է հնարավորություն ունենալ։ Մի ցավալի մի բան էլ կա, որ երեխաներ ունենք, որ նվերների փոխարեն ուզել են տան տակ վառարան։ Երեխաներ կար, որ քաղցրավենիք, նույնիսկ սնունդ էր ուզել նամակները տեղադրել էինք համացանցում։ Շատ լավ է, որ գտնվեցին ձմեռ պապիկներ։ Օրինակ մի բալիկ ունենք, ով նույնիսկ իր պապիկի համար էր տակ հագուստ ուզել։ Հիմա զրուցում ենք ու ինձ հետաքրքիր ովքեր են այնմարդիկ, որ բարեգործություն են անում, ոչ թե անուն առանուն, որովհետև վստահ եմ, որ եթե անուն առանուն հիշենք, շատ երկար ցանկը կլինի, այլ ինչպիսի մարդիկ են, չգիտեմ, բարեգործներ են, մեծահարուստներ են, ովքեր են նրանք։ Մարդիկ են մեզ նման ապրող, ովքեր որ մեկ ուրիշի ցավը իրենց վրա զգում են։ Մարդիկ են, ովքեր իրենք կարող է իրենց ոչինչ չգնեն այդ ամիսը, բայց փորձել մեկ ուրիշ բալիկի երազանք իրականություն դարձնել։ Դրա համար նամակ գրող մայրիկներին միշտ խնդրում եմ, որ նամակները զուսպ լինեն, քանի որ ձեզ նման մարդիկ են հոգսի մեջ ապրող, խնդիրներ ունեցող, կարող են այդ գումարը հանգիստ օգտագործել իրենց կարիքների համար։ Աշխարհի տարբեր ծայրերից մեր հայրենակիցներն են։ Ու ես իրենցից շատ շնորհակալ եմ, որ իրենք իմ միջոցով են դա անում։ Այսպիսի գործերում ներգրավվածությունը մարդկանց հոգեվիճակ է փոխում, հնարավորություն է տալիս մեկ ուրիշի մասին հոգ տանելը։ Այսօր ասեմ, որ շատ դժվար է բացի քեզանից մեկ ուրիշին տեսնելը, բայց մենք կարողացել ենք այդ արդյունքին հասնել։ Շնորհակալ ենք ձեզ Սաիդա ջան ահռելի աշխատանքի համար, հույս ունեմ, որ մեզ դիտողները ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այս ահռելի աշխատանքում, կարող եք ձեր օգնությունն առաջարկել ABC Media-ին գրելով սոցիալական բոլոր հարթակներում կամ Սաիդային Facebook-ում։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ շնորհակալություն։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։